Բարի լույս սիրելիներ, այսօրվա ընթերցումը Զաքարիայի մարգարեությունից կարծեք թե նախորոք հիշեցումը լինի, որ մենք պատրաստվում ենք այլևս ծաղկազարդի տոնին։ Ինչու եմ այսպես ասում, ընթերցեմ, լսեք։ Ուրախացիր խնդությամբ, դուստր Սիոնի, կանչիր ցնծությամբ, դուստրդ Երուսաղեմի, ահա գալիս է քո թագավորը քեզ մոտ, քո արդար, փրկագործ ու խոնար թագավորը հեծած էշի քուրակի վրա։ Կառքերը պիտի ոչնչանան Եփրեմի երկրից, երիվարները Երուսաղեմից, պատերազմողի աղեղը պիտի խորտակվի եւ նա խաղաղություն պիտի բերի մարդկանց ու ազգերին, պիտի տիրի ջրերի վրա, ծովից մինչև ծով եւ գետերից մինչև երկրի ծագերը։ Սիրելիներ, շուտով ծաղկազարդ է եւ Տերը այսպես պիտի պատմությունը ցույց տա մեզ, որ մտնի Երուսաղեմ։ Բայց մինչև այս ամեն ինչին հասնելը տեսեք Զաքարիայի մարգարեության գաղտնիքը։ Տերը կկա խոնարհաբար, լուր, զուսպ, էշի եւ էշի քուրակի վրա թագավորը, բայց կկա որպիսի հեղափոխություն անի, որպիսի փոխի մեր ներաշխարը նախ եւ առաջ, եթե մեր կյանքի մեջ է գալիս, որպիսի մեր ազգային դիմագիծը փոխի, եւ սա կարեւոր է։ Այսօրվանից փորձենք անդրադառնալ այն բոլոր կետերին, թե մենք ինչպես ենք պատրաստվում դիմավորել Տիրոջը, որպես ծաղկազարդի տոն, որպես խորհուրդ, երբ Տերը մտնում է Երուսաղեմ, որտեղ շատ կարևոր է մեզ խոստանում է ասելով, որ դու քո գերիներին բաց թող, այն բոլոր մարդկանց, որոնց անարժանաբար պահել ես գերի, բաց թող, դու քո անձի սրբությունները, արժեքները, որոնք փճացրել ես քո մեղքերի պատճառով, ազատ արձակիր, թող որ նորից վերադառնան կյանքի, որովհետև Տերը խոստանում է, որ դու պիտի ապրես լավագույնս։ Ուրեմն սիրելիներ, փիլիսոփայական, այլաբանական այսօրվա հոգևոր մեր նախաճաշի պատգամը հետևյալն է. պատրաստվենք ծաղկազարդի խորհրդին։ Ամեն օր, բան չմնաց, 3-4 օր պատրաստվենք, որպեսզի կարողանանք հասկանալ, ինչի համար էր ծաղկազարդը, ինչ պետք է լիներ, ինչու Քրիստոս այդպես արեց, որպեսզի ճանաչենք ճշմարիտ թագավորին, ճշմարիտ առաջնորդին, ոչ թե կեղծ, այլ ճշմարիտ առաջնորդին։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքեզ։